Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ «Վերջին զանգը» հեռուստասերիալում կրքերը հասել են առավելագույն սահմանին։ Սոսը որքան ուժեղ էր թվում, այնքան անսասան, բայց այժմ կոտրված է, հիասթափված ու հոգնած։ Նրա աչքերում կուտակված է ոչ միայն ցավ, այլ նաև մեղադրանք ամբողջ աշխարհի հանդեպ։ Սոսը համոզված է, որ հենց երկու քույրերը՝ Աննան ու Լիլիթը խառնեցին իր կյանքի ճանապարհը։ Աննային սիրեց ամբողջ սրտով, ամբողջ կյանքով, բայց չկարողացավ նրան պահել։ Լիլիթի հետ ամուսնացավ սիրելու հույսով, բայց նրա կողքին մնաց դատարկ ու կորցրած։ Սակայն սա դեռ ամենավտանգավոր պահը չէ։ Հենրին, որը բոլորից սպասում էին ճշմարտության բացահայտում, ընտրում է լռությունը։ Նա չի բացահայտում Աննային ու Անգելինային այն գաղտնիքը, որը կարող էր վերականգնել արդարությունը, բայց նաև պայթեցնել մի ամբողջ կյանք։ Հենրին իր ներսում խճճված է։ Ի վերջո, ո՞րն է ավելի ծանր՝ հոր մեղքը թաքցնել, թե մեկ կնոջ սիրտն ու ընտանիքը նորից կոտրել։ Անոնսը հստակ հուշում է՝ ճշմարտությունը դեռ փակված չէ, բայց լռությունն էլ անվերջ չի լինելու։ Եվ ահա Միքայելը, ում շուրջ պտտվում է օղակը և այն կամաց-կամաց փակվում է, սկսում է ճշմարտությունը դառնալ անխուսափելի։ Նա այլևս չի կարող փախչել անցյալից, տարիներ շարունակ պահած նրա գաղտնիքը դարձել է ինքնաոչնչացման սառը սուր։ Պետք է գա այն վայրկյանը, երբ Միքայելն Անայի աչքերին նայի ու ասի, որ քո երեխան չի մահացել, ես խլել եմ նրան քեզնից և այդ երեխան Անգելինան է։ Այս խոսքերը կարող են մի ակնթարթում փոխել բոլորի ճակատագրերը, քանի որ Միքայելը իրեն մեղավոր է զգում ոչ միայն Աննայի, Անգելինայի, այլ սեփական որդու առաջ։ Նա այլևս չի կարողանում ապրել այդ մեղքի զգացումով։ Հավանաբար նա որոշել է բացահայտել գաղտնիքը, որ այսքան տարիներ եղել են թաքնված։ Եվ հենց այդ պահին, երբ ճշմարտությունը դուրս կգա, լույս է լինելու և ոչ թե ավարտ, լինելու է նոր պայթյուն, նոր պատերազմ, նոր կռիվ սրտերի ու խղճի միջև։ Սերիալը մոտենում է գագաթնակետին ու զգացվում է, որ ամեն մի խոսք, ամեն հայացք, ամեն լուռ դուռ փակվելու ձայն արդեն ունի իր նշանակությունը։ Աննա, Սոս, Անգելինա։ Երեք կյանք, որոնք փոխվել են Միքայելի թեթև ձեռքով։ Երեք կյանք, որոնք միասին չեն ապրել, որովհետև Միքայելը տարիներ առաջ որոշեց նրանց բաժանել իրարից։ Մորը դստերից դուստրը մեծացավ մեկ այլ ընտանիքում, Սոսը չիմացավ, որ երեխա ունի։ Սա այլևս պարզապես սերիալ չէ, սա ապրումներ, պատասխանատու հարցեր և, ամենակարևորը, ճշմարտություն է պահանջում, որից շատերը կուզենային փախչել։ Շուտով ամեն ինչ պայթելու է, և այդ պայթյունից ոչ ոք անվնաս դուրս չի գալու։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք՝ արդյոք Միքայելն իսկապես որոշել է Աննային բացահայտել ճշմարտությունը, որովհետև այլևս չի կարողանում ապրել այդ մեղքի զգացմամբ, թե որոշել է խաղալ Հենրիի զգացմունքների հետ, որպեսզի Հենրին Աննային իրենց տուն ներս չթողնի։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկա սերիաներում։ Գրեք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք քիչ անց ձեզ համար հատուկ անակնկալ կպատրաստենք և կբացահայտենք հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալի շուրջ։ Բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Ավագն ու Վիկտորիան հայտնվել են ծանր վիճակում, քանի որ գիտակցում են, որ գաղտնիքը շատ շուտով պայթելու է։ Վիկտորիան վախ ունի, որ Անգելինան նրանց լքելու է, սակայն այդ վախը պետք է փարատվի, քանի որ Անգելինան երբեք մենակ չի թողնի նրանց ու չի հեռանա այդ ընտանիքից։ Անգելինան մեծացել է մի միջավայրում ու ստացել այն սերն ու ջերմությունը, որ պետք էր ստանար իր կենսաբանական ծնողներից։ Իհարկե, այստեղ մեղքը նրա կենսաբանական ծնողներինը չի եղել, բայց այնուամենայնիվ նա
Ծնողների սերն ու ջերմությունը ստացել է Ավագից ու Վիկտորիայից և ոչ մի պարագայում նրանց մենակ չի թողնի։ Իհարկե, Վիկտորիայի խանդը հասկանալի է, քանի որ այսքան տարիներ նա պահել ու մեծացրել է Անգելինային հարազատ դստեր նման, ու այժմ կիսել մեկ ուրիշի հետ դժվար է, բայց զարգացումները դեռ առջևում են, հավանաբար Վիկտորիան կհասկանա, որ Անգելինային կիսելու պատճառ չկա, Անգելինան միևնույն է իրենց դուստրն է, բայց պետք է Աննան իմանա ճշմարտությունը, այսքան տարիներ ապրելով դժբախտ, մտածելով, որ իր երեխային մահացել է, հիմա երեխային գտնելու է ու բնականաբար այլևս բաց չի թողնելու։ Շատ շուտով բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հանգուցալուծմանը։ Իհարկե, սպասում են այնպիսի հանգուցալուծմանը, որը կարդարացնի իրենց սպասելիքները։ Ավելի վաղ նշել էինք, որ հեռուստասերիալում սպասվում է հարսանիք։ Հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները պատրաստվում են մեծ ու շքեղ, ինչպես Դիանա Գրիգորյանը նշել, դարի հարսանիքի։ Ինչպես կանցնի այն և ովքեր են հարսն ու փեսան, կիմանաք շատ շուտով։